Վերադարձանք տաղավար, սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է մեր եթերը, իսկ մենք այսօր ունենք հնարավորություն արդեն մեր տաղավարում ողջունելու մեր առաջին հյուրերին եւ խոսելու ենք մշակութային թեմաների, մասնավորապես համերգի մասին։ Հուլիսի 17-ին այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան դաշնամուրային շարք նախագծի շրջանակներում ներկայացնում է համերգ նվիրված դաշնակահար Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Իգոր Յավրյանին։ Եվ հենց այս ամերգի մասին ենք խոսելու, սիրով ներկայացնենք մեր տաղավարում են դաշնակահարուհիներ Մարիաննա Շիրինյանը Դանիայից, բարի լույս, եւ Աննա Սարգիսովան Միացյալ Նահանգներից, բարի լույս։ Բարի լույս։ Մենք խոսում ենք ձեր վարպետի մասին եւ հետաքրքիր է ինչպես ծնվեց գաղափարը հենց նրան նվիրված համերգային երեկո ունենալու։ Գաղափարը ծնվեց, ճիշտ ասած, վաղուց կար գաղափարը, մենք բավականին շատ դաշնակահարներ ենք այսպես սփռված ամբողջ աշխարհով, որոնք սովորել են Իգոր Մարտինոviչ Յավրյանի դասարանում, ես ինքս մոտ 8 տարի աշխատել եմ իր հետ, 11 տարեկան հասակից, ինձ համար շատ կարևոր մեկը կյանքում, եւ իր մահից հետո բոլորս արտասահմանում ենք ապրում եւ մեկ-մեկ այսպես դժվար է գալ Հայաստան այն ժամանակ որ բոլորը այստեղ են բոլոր դաշնակահարները ովքեր որ ցանկություն ունեն այս համերգը կազմակերպելու եւ մեր շատ լավ ընկերներից մեկը Կարինա Գիլանյան որը առաջարկեց որ երեխեք բոլորս կարծես թե հուլիս ամսին լինելու ենք Երևանում։ Միգուցե անենք համերգ։ Իրենից եկավ այս գաղափարը, որտեղ գաղափարը կար բոլորիս մոտ, բայց այնպես որ հենց վերցնենք եւ անենք եւ բոլորս շատերս, ոչ բոլորս, բայց շատերս լինենք նույն ժամանակահատվածում Երևանում, այդպես շատ քիչ է պատահում, այնպես որ այդպես մենք ստեղծեցինք մի հատ այսպես group chat, հա, եւ այդ chat-ի միջոցով արագ-արագ պայմանավորվեցինք, որոշեցինք ծրագիր եւ հուսամ, որ ամեն ինչ լավ կանցնի այսօր երեկոյան։ Ինչպես որոշվեց ծրագիրը, արդյոք հենց դուք եք առաջարկներ անում, թե արդեն կար այնպիսի մի ծրագիր, որը ժամանակին նվագել եք գուցե նաև համատեղ։ Ծրագիրը որոշվեց երևի ինդիվիդուալ, բոլորը առաջարկներ արեցին, ու մենք ավելի շատ նայում ենք, քանի որ մենք շատ երաժիշտներով ենք լինելու բեմի վրա, որ համերգը իհարկե լինի կոմպակտ ու հետաքրքիր ծրագրով եւ որ ժամանակ լինի խոսքի համար, որ մենք ունենանք հիշողությունների փոխանակում Իգոր Մարտինովիչի մասին, համերգին մասնակցելու է նաեւ Իգոր Մարտինովիչի տղան Մարտինը Յավրյան, որ Ինսբրուկ քաղաքի Ավստրիայում Ինսբրուկ քաղաքի օրկեստրի կոնցերտմեյստերն է, այնպես որ Մարտիններ ջութակով բոլոր դաշնակահարների հետ կնվագրի փոքրիկ սիրուն գործեր, այնպես որ սա բոլորիս համար շատ նշանակալից օր է երեկո է, որին սպասել ենք, որ հիշատակենք մեր սիրելի պրոֆեսորին, ում ուղղակի անverջ կարոտում ենք, ում խոսքերով դեռ խոսում ենք, ում ցիտատները ամբողջ ժամանակ բերում ենք, մենական նայ ու իմ խոսակցությունների մեջ ամեն երրորդ խոսքը իր ցիտատն է։ Որոնք ստեղծագործության մասին են եւ ստեղծագործելու ու վարպետության թե նաեւ կյանքի։ Կյանքի։ Այսինքն դա համանակ կյանքի ուսուցիչ է եղել։ Միանշան, այո։ Ինձ թվում է, որ Իգոր Մարտինոviչն անհատներից է, որ կոնկրետ ես վստահ եմ բոլորիս մեջ ինքը ներառել է իսկական սերը դեպի կյանքը առաջին հերթին ես կարծում եմ որ իմ այսպեսի այն տարիքում որ ես իր մոտ տեղափոխվեցի 11 տարեկան մի փոքր աղջնակ որը որ այո ես նվագում էի եւ այլն բայց ինձ համար երաժշտությունը այն չէր ինչ որ դարձավ հենց առաջին դասից հետո ես ինչպես այսօր հիշում եմ առաջին անգամ Շոպենի ռևոլյուցիոնն էտյուդներ նվագում եւ այդ օրվանից ես եկա տուն ու ես մի 7 ժամ պարապել եմ այդ օրը մենակ այդ դասից հետո այսպես իմ մոտ sense բաներ էլի արդեն ինչ որ այսպես կոչված obsession ոնց որ ասում են որ մի ուրիշ կյանք բացեց ինքը
մեր բոլորիս համար կարծում եմ եւ Գրմարտինչը ինքը շատ կենսասեր մարդ էր եւ ինքը շատ գեղեցիկ էր ապրում իր ամեն մի ապրած նույնիսկ ցավերը գեղեցիկ էին շատ եւ ինքը մեր մեջ ինձ թվում է որ բոլորիս մեջ դա ներդրեց որ պետք է ապրել գեղեցիկ եւ պետք է սիրել կյանքը եւ առաջին հերթին իր բոլոր դժվարություններով սիրել ոչ թե միշտ ասես ուրախ լինել այլ իսկապես զգալ կյանքը մի ուրիշ ձևի եւ դրա միջոցով էլ հենց այդ կապը դեպի երաժշտությունը եւ սերը դեպի երաժշտությունը շատ մեզ համար ինքը շատ կարևոր անձ է եղել մեր ֆորմացիայի հարցում կարծում եմ ձևավորման հա Նշեցիք խոսքում, որ այս համերգը լինելու է ոչ միայն երաժշտության վայելք հանդիսատեսի համար, այլ նաև ձեզ համար հիշողությունների փոխանակում։ Արդյոք հասցրել եք արդեն թե այդ խմբում, որտեղ քննարկվում էր, թե արդեն Հայաստանում երբ էստեղ էիք, ունենալ քննարկումներ, հիշել անցած ճանապարհը, գուցե փորձեր կամ աշխատանքից դուրս հանդիպումներ, որոնք իսկապես հիշարժան են ձեր պատմության մեջ։ Ճիշտ ասած դա դեռ չենք արել, որովհետև Աննան ու ես վերջի 10 օրը կապան ֆեստում էինք, մենք կապանում էինք ու շատ ինտենսիվ 10 օրեր էինք անցկացնում համերգների եւ ակադեմիային դասավանդելով, ակադեմիայի ուսանողներին դասավանդելով բայց այս վերջի 2 օրը դուք արդեն փորձեր արել եք այո չէ եւ այսօր երեկոյան համերգից հետո մենք անպայման այդ ամեն ինչ որ ասեցինք կանենք այո եւ կհիշենք որովհետեւ բոլորս միասին պիտի լինենք կարծում եմ որ բավական հուզիչ երեկո պիտի լինի բոլորիս համար կարծում եմ յուրաքանչյուրս կունենանք խոսք ասելու Իգոր Մարտինչի կյանքից թե հիշողություն թե դաս որը սովորել ենք գիտեք ես կուզենայի ասել որ իսկապես նման մարդիկ շատ քիչ են հանդիպում հազվադեպ են հանդիպում կյանքում եւ նույնիսկ եթե մեկ հոգի լինի քո կյանքում այդպեսին ինձ թվում է որ դա արդեն մեծ բան է Իգոր Եվրյանը իր դաշնամուրային դպրոցն է կարելի ասել ստեղծել եւ դասավանդման սեփական մեթոդի կանոններ դուք որպես այդ մեթոդը ստացողները հա այդ փոխանցումը կարող եք մեզ պատմել որն էր տարբերությունը ինչպես էր նա աշխատում ուսանողների հետ որն էր այդ մեթոդը Ուրեմն Իգոր Մարտինչը ինքը հենց Մոսկվայի կոնսերվատորիան էր ավարտել Լև Լասենկոյի դասարանում, ինքը շատ լավ կրթություն է ստացել։ Ինձ համար ինչն է շատ կարևոր որ մնացել է իրենից եւ ընդհանրապես ես կարծում եմ որ իմ դաշնամուրային կարողությունների ամբողջական տոկոսը դա ինքն է, ես ինչ որ կարող եմ կամ չեմ կարող այսօր, ես իրեն եմ պարտական, որովհետև իրենից հետո շատ տարբեր ուսուցիչներ եմ ունեցել եւ շատ հայտնի եւ շատ լավ, որոնց համար շատ շնորհակալ եմ, բայց ես միշտ այսպեսի մի բան եմ նկատել, որ երբեք չի եղել այնպեսի բան, որ ես չեմ լսել Իգոր Մարտինչից։ Գիտես այնքան հետաքրքիր է, չէ՞։ Միշտ մտածել եմ, որ այս ինչ որ նոր, իհարկե շատ հետաքրքիր կյանք եմ ունեցել այդ առումով գուցե շատ բախտս բերել է հա որ լավ երաժիշտների հետ եմ եւ Մարիանան նույնպես բայց երբևիցե չի եղել որ ինչ որ մի բան ինձ զարմացնի ասեմ այ օրինակ ես մի բանը ես Իգոր Մարտինչից չէի լսել դասավանդության մեջ նկատի ունեմ հա դաշնամուրի կարողության եւ այլն եւ ուղղակի միշտ մարդկայինը չկորցնել երաժշտության մեջ միշտ իր այդ դաշնամուրային ձայնը ինքը շատ տեղեր տալիս ձայնի ականջի լսելու ոչ միայն տեխնիկապես որը որ պարտադիր է ունենալ ձայնի գեղեցկության որը որ իսկապես գալիս է գուցե եւ հոգուց կամ սիրուց կյանքի նկատմամբ հոգին էլ սերնել եւ իհարկե դա էլ մի բան է որը պետք է կրթել դա մի բան այսինքն երեխային կամ հետագայում ուսանողին պետք է այդ մասին ինչ որ դա պետք է սերմանել
որ ուսանողը այդ ուղղությամբ սկսի աշխատել, հասկանալ, մտածել, լսելու կարողությունը երևի երաժշտության եւ մարդկայնության ամենակարևոր կարողություններից մեկն է։ Կարող է աշխարհը փրկի, լսելը։ Ու դրա հետ կապված դա երևի ինձ համար անձամբ դա եղել է երևի ամենակարևորը, ինչը որ Իգոր Մարտինովիչը իմ առաջի դասատուից հետո, Մարգարիտա Հակոբյանից հետո, իսկ իրանք շատ մոտիկ ընկերներ էին ու իմ Մարգարիտա Յակոբլովնան ձեռքիցս վերցրեց ու տարավ ամենաճիշտ հասցեի մոտ շարունակելու համար, երբ որ կոնսերվատորը ընդունվեցի։ Ու դա երկու ֆենոմենալ մասնագետներ էին, որոնք իսկապես ոնց որ դպրոց էին ներդնում երեխաների մեջ ամենագեղեցիկ ձևով։ Ու երևի դա է կյանքը հասկանալ, կյանքը մտցնել երաժշտության մեջ եւ լսել։ Հետաքրքիր է, որ նա նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողներից է եղել ժամանակին ու սիրելի կոմպոզիտորներ ուներ եւ արդյոք այդ կոմպոզիտորների ստեղծագործությունները օրինակ այսօրվա համերգի ծրագրում ներառված են։ Սարաջան։ Եթե կհիշեք։ Սարաջան այսօր Էլենչի կպետի նվագում Սարաջանը։ Սարաջան Ռավել կհնչի Իր սերի կոմպոզիտորներն էին։ Գիտեք, այո, ես կարծում եմ մի քանի ստեղծագործություններ կային, որոնք իր համար շատ օրինակ լիստի համոլ սոնատը։ Այո։ Այդ իրանն էր։ Շատ եմ սիրում։ Ու ես երբ այնքան հետաքրքիր է, ես հենց իմ ավարտական քննությանը նվագեցի այդ սոնատը, երբ ինքը մահացավ, Մարտինը իր նոտաները այսպես դրել էր մի կողմ եւ ասեց ով ինչ ուզում է թող վերցնի, պապայից հիշատակ եւ այլն եւ ես բոլոր ինչ որ բան վերցեցին, հենց իմ հերթը հասավ, ես հասա այնտեղ եւ այնտեղ առաջինը ինչ որ ինձ պատահեց լիստի ամոր սորած շատ հուզիչ եւ հետաքրքիր եմ որ քեզ հետևից գալիս է էլի ինքը շատ էր սիրում այդ ստեղծագործությունը Շոպենի երկրորդ սոնատը ինքը իր կատարմամբ ձայնագրությունը ֆանտաստիկ կատարում էր եւ ընդհանրապես իր ինտերպրետացիան շատ հետաքրքիր էր ինքը շատ տոնկի, հա, ոնց կասեն հայերեն նրբազգաց եւ նրբաճաշակ անձնավորություններ եւ իր սիրած ստեղծագործությունները նաև դրանք էին կարելի ասել Հրաշալի է եւ վստահ եմ որ այսօր էլ շատ գեղեցիկ ստեղծագործություններ են հնչելու ձեզ հաջողություն ենք մաղթում շնորհակալ ենք որ օրը մեզ հետ սկսեցիք եւ կուզենանք որ ավելի հաճախ լինեք Հայաստանում եւ այս կազմով ավելի հաճախ համերգներ ունենաք Եթե կարելի է կուզենանք նաև շնորհակալություն հայտնել Հայ ֆիլհարմոնիային իրենց հրավերքի համար եւ կատարած աշխատանքի բարձր մակարդակի վրա միշտ մեծ սիրով է արվել աշխատանքը այո եւ շնորհակալություն Շատ շնորհակալություն Հայ ֆիլհարմոնիային Մենք էլ հանդիսատեսի անունից ասում ենք շնորհակալություն ձեզ եւ հուսանք որ ոչ միայն այս համերգով կրկին ձեզ բոլորիդ կտեսնենք մեկ բեմում համատեղ գուցե այս կամ այլ ծրագրով շնորհակալություն Իսկ մենք շարժվում ենք առաջ